Շատ sense հաղթանդամ մարդ է լինում։ Բայց տեսնում ենք, որ ինքը ենթարկվում է կոմպրոմիսի։ Իր կոմպրոմիսը որն էր։ Ինքն ուզում էր մարդկանց աչքին հաճելի լիներ։ Գիտեք, Աստված իրան այսպես է ասում, որ պատերազմից առաջ թող որ զոհը մատուցենք, հետո գնանք պատերազմ։ Բայց պահը որ գալիս է, մարգարեն ուշանում է, ժողովուրդը գալիս են ասում են. լավ էլի, մենք մի բան կանենք։ Մենք ինքներս թող մատաղն անենք, գնանք։ Ինքը փոխարեն Աստծուն լսի, ժողովրդին է լսում։ Մատաղն անում է եւ գնում են։ Երկրորդ անգամը Տերը գալիս է ասում, որ այս թշնամուն լրիվ միջից տար, իրանց ունեցված չունեցածն էր միջից տար։ Եվ Տերն իրանց հաղթանակ է տալի այդ թշնամու վրա, բայց երբ որ ներս են մտնում, իր զինվորները նայում են, ասում են. «Հեյ, այստեղ թանկարժեք բաներ կա, լավ բաներ կա։ Արի որոշները պահենք մեզ»։ Սավուղն էլի նորից իրանց թույլ է տալի, ասում է. «Okay»։ Եվ վերջը տեսնում ենք, որ Տերը ասում է. «Ես փոշմանել եմ, որ իրան թագավոր եմ օծել»։ Եվ շատ ցավալի բան է լինում։ Առաջի թագավորած 16-14 Աստծո հոգին թողում է իրան։ Եվ չար հոգի ներս է մտնում իր մեջ։ Սիրելիս, կոմպրոմիսը վտանգավոր է։ Կոմպրոմիսը շուտ պետք է առաջ բռնել։